ասեք չասեք չեն անելու։ Եկել են ձեզ ուղակի թալանելու։ Խաբեցին, ասեցին գալիս են ձեր կյանքը բարելավել, բայց հակառակը եղավ։ Եղան գույքարկը դարձրեցին միանգամից 100% թանկացրեցին, աղբանությունը դարձրեցին արդեն քառակուսի մետրերով, իրանց համար դե կապ չունի։ Այդ բնականի մեջ մարդ կապրի, չի ապրի, կարևորը շատ գումար ձեզնից թալանեն, տրանսպորտը թանկացրեցին, այս փոխհատուցման աշխատանքներում 4 միլիարդ 292 միլիոն դրամ մեջ արեցին, հələ միջև հիմա փոսերը կա։ Այս մարդը սկիզբ սովորական փոխհատուցման աշխատանք չի կարող կատարի։ Ու սենց ամեն տեղական турքերից բռնած ամեն ինչ թանկացրեցին, այն կողքի մարտել այդ սրտիկով Ավինյանի հետ սենց ասեց դե լավ այլի իրար հետ տենցան ոնց եք անում, երևանցիներին ալանենք, թալանենք, մեկա երևանցիները ձեն չեն հանել։ Հիմա եկել է ժամանակը։ Հունիսի 7-ին երևանցին պետք է հարց ապտակ տա քաղաքացիական պայմանագրին, այս Ավինյանի գլխավորությամբ։ Երեկել իրեն ճղում էր, ես ինչ էր խոսում, մարդկանց էր մեղավ բերում, բայց ամենաուժեղ թռածը ինքն է։ Ավականու նիստերին թանկացումները բերում է, հենց սկսում ես հարցեր տալ, խես մարդկանց գրպանը մտե, սկսում է թռնել նիստերից։